Հովհաննեսը փորձեց նկարագրել մի բան, որը կարծես թե չէր պատկանում այս աշխարհին։ Բյուրեղի պես թափանցիկ մի ծով, խառնված կրակով, աստվածային գահի արջ։ Արդյոք դա լոկ խորհրդանշական տեսիլք էր թե՞ երկնային մի իրականության բառացի նկարագրություն, որն անհնար է ըմբռնել։ Ապակյա ծովը հայտնվում է հայտնության ամենաազդեցիկ պահերին կարող է թաքցնել մի իմաստ, որը փոխում է մարգարեության ողջ մեկնաբանությունը։ Մնացեք մինչ վերջ, քանի որ ամենախորը բացատրությունը հայտնվում է միայն վերջին հայտնության մեջ, արդեն բաժանորդագրվեք ալիքին, ակտիվացված զանգով, շարունակելու համար հայտնության խորհուրդների հետազոտումը։ Ապակյա ծովը հայտնության մեջ, տեսիլքը, որը սարսափեցրեց Հովհաննեսին։ Նա գրեթե 90 տարեկան էր։ Նա միայնակ էր Էգեյան ծովի մեջտեղում գտնվող մի ժայռոտ կղզում, աքսորված Դոմիցիանոս կայսեր հրամանով։ Առանց տաճարի, առանց համայնքի, առանց այնտեղից ողջ դուրս գալու որե ակնկալիքի։ Հովհաննեսը, վերջին ողջ մնացած առաքյալը, կարծես մոռացված էր աշխարհի կողմից։ Եվ հենց այդ լիակատար լքվածության վայրում մի դուռ բացվեց երկնքում, այն, ինչ նա տեսավ մյուս կողմում, ընդմիշտ փոխեց հավերժության մեր ընկալումը։ Բայց նախքան խոսելը այն մասին, թե ինչ գտավ Հովհաննեսը այդ դռան մյուս կողմում, դուք պետք է հասկանաք, թե ինչպես նա հասավ այնտեղ։ Պատմոսը ուղղակի վայր չէր։ Դա քողարկված մահապատիժ էր։ Կղզին ուներ ընդամենը 34 քառակուսի կիլոմետր տարածք, հրաբխային ժայռերով, սակավ բուսականությամբ քամիներով, որոնք երբեք չէին դադարում։ Հռոմն օգտագործում էր նման վայրերը անցանկալի մարդկանցից ազատվելու համար, առանց հրապարակային մահապատժի քաղաքական ծախսերի։ Աքսորը Պատմոսում նշանակում էր դանդաղ մահ, ամեն ինչից հեռու, առանց պաշտպանության կամ բողոքարկման իրավունքի։ Հովհաննեսն ուղարկվել էր այնտեղ միակ պատճառով։ Նա չէր դադարում խոսել Հիսուսի մասին։ Դոմիցիանոս կայսրը տարբերվում էր մյուսներից։ Նա չէր բավարարվում կեսար կոչվելով։ Նա պահանջում էր, որ կայսրության բոլոր հպատակները երկրպագեն իրեն որպես Տեր Աստված։ Այդ երկրպագությունից հրաժարվելը դավաճանության հանցագործություն էր։ Քրիստոնյաների համար անհնար էր հնազանդվել։ Նրանք արդեն ունեին Տեր։ Եվ նա հռոմեացի չէր։ Մտածեք Հովհաննեսի վիճակի մասին այդ պահին։ Այս մարդը քայլել էր Հիսուսի հետ Գալիլեայի ճանապարհներով։ Ներկա էր եղել վերջին ընթրիքին, հենված վարդապետի կողքին, այնքան մոտ, որ կարող էր լսել նրա շնչառությունը։ Մոտիկից տեսել էր խաչելությունը, երբ բոլոր մյուսները փախել էին։ Հարության առավոտյան վազել էր դեպի դատարկ գերեզմանը առաջիններից մեկն էր, որ հասկացել էր պատահածը։ Սեփական աչքերով վկայել էր համբարձումը։ Ավելի քան 5 տասնամյակ առաջնորդել էր քրիստոնեական համայնքները։ Իսկ հիմա, կյանքի վերջում, նա փակված էր մի կղզում, որտեղ ոչ ոք չէր լսում նրա ձայնը։ Մեկուսացումը չտեց օրեր։ Այն տեց ամիսներ։ Հնարավոր է, տարիներ։ Պատմական հաշվարկները ենթադրում են, որ Հովհաննեսը մնացել է Պատմոսում քրիստոնեական թվարկության 90-ից 95 թվականների միջ։ Սա նշանակում է, որ նա իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է միայն ժայռերով, ծովով լռությամբ շրջապատված։ Առանց այցելությունների։ Առանց լուրերի իր հիմնադրած եկեղեցիներից։ Առանց իմանալու, արդյոք իր աշակերտները դեռ ողջ են, թե մահապատժի են ենթարկվել։ Դա կատարյալ տեսարան էր հուսահատության համար։ Բայց հենց այնտեղ ամեն ինչ փոխվեց։ Հովհաննեսը նկարագրում է, որ ինքը հոգով Տիրոջ օրվա մեջ էր, երբ իր հետում ինչ-որ բան լսեց։ Դա շշուկ չէր։ Դա մեղմ ձայն չէր։ Հունարեն բնագիրը ձայնը նմանեցնում է պատերազմական փողի, այնպիսի գործիքի, որն օգտագործվում էր զորքեր հավաքելու թագավորների գալուստը հայտարարելու համար։ Անհնար էր անտեսել։ Անհնար էր շփոթել երակայության հետ։ Նա շրջվեց, տեսնելու, թե ով է խոսում։ Եվ այն, ինչ նա գտավ, գրեթե սպանեց նրան։ Դա սովորական հրեշտակ չէր։ Դա եթերային սփոփիչ կերպար չէր։ Դա հենց Քրիստոսն էր, բայց ոչ այնպիսին, ինչպիսին Հովհաննեսը գիտեր նրան։ Մազերը սպիտակ էին, ինչպես մաքուր բուրդը ձյունը։ Աչքերը այրվում էին կրակի բոցերի պես։ Ոտքերը նման էին փայլեցված բրոնզի, որը հնոցում տաքացվել է մինչ հալման կետը։ Ձայնը նման էր բազում ջրերի ձայնի, ոչ թե ջրվեժի, այլ մի ողջ օվկիանոսի, որը խոսում է միաժամանակ։ Աջ ձեռքում նա պահում էր 7 աստղ։ Բերանից դուրս էր գալիս մի սուր երկսայրի սուր։
Դեմքը փայլում էր կեսօրվա արի պես, իր առավելագույն ինտենսիվությամբ։ Հովհաննեսը ընկավ մեռածի պես։ Այս մանրամասնությունը վճռորոշ է չի կարող աննկատ մնալ։ Առաքյալը, ով ավելի մտերիմ էր Հիսուսի հետ, քան որե այլ ողջ մարդ, ում անվանում էին սիրելի աշակերտ, ով վերջին ընթրիքի ժամանակ գլուխը հենել էր վարդապետի կրծքին, այս մարդը չկարողացավ կանգուն մնալ հայտնված փառքի առջ։ Երկրային մտերմությունը ոչ մեկին չէր նախապատրաստում երկնային հայտնությանը։ Այն Հիսուսը, ում Հովհաննեսը ճանաչել էր Պաղեստինի փոշոտ ճանապարհներով քայլելիս, այժմ ներկայանում էր իր իսկական չափման մեջ։ Եվ այդ չափումը չափազանց մեծ էր մարդկային մարմնի համար դիմանալու համար։ Բայց սա միայն սկիզբն էր։ Փոքր Ասիայի 7 եկեղեցիներին ուղված հատուկ պատգամներ ստանալուց հետո, պատգամներ, որոնք տատանվում էին խիստ գովասանքների սիրառատ հանդիմանությունների միջ, Հովհաննեսը նորից լսում է փողի այդ ձայնը։ Միայն թե այս անգամ այն չի գալիս իր հետից։ Այն գալիս է վերից։ Հայտնության 4-րդ գլուխը սկսվում է բառերով, որոնք փոխում են ամեն ինչ։ Մի բացված դուռ երկնքում։ Հովհաննեսը նայում է վեր, տեսնում է մի բացվածք հենց իրականության կառուցվածքի մեջ։ Եվ ձայնը, որը նա արդեն գիտեր, ասում է մի բան, որը ոչ մի մարդ նախկինում այդքան հստակ չէր լսել։ Վեր էլ այստեղ, ես քեզ ցույց կտամ այն, ինչ պետք է լինի։ Անմիջապես տեքստը շեշտում է, որ ընդմիջում չեղավ, Հովհաննեսը հոգով հայտնվում է մի գահի առջ։ Այն, ինչ նա տեսնում է այդ պահից սկսած, հակասում է նկարագրության ցանկացած փորձի։ Դա սովորական գահ չէր։ Հունարեն տեքստը «Thronos» բառն օգտագործում է ավելի քան 40 անգամ հայտնության մեջ, միայն 4-րդ ու 5-րդ գլուխներում այն հայտնվում է 20 անգամ։ Ամեն ինչ պտտվում է այդ գահի շուրջ։ Ամեն ինչ գոյություն ունի նրա նկատմամբ։ Դա ողջ տեսիլքի ձգողականության կենտրոնն է։ Նա, ով նստած էր, նկարագրված չէ մարդկային տեսքով։ Հովհաննեսը չի տեսնում դեմք։ Չի տեսնում մարմին։ Տեսնում է գույներ։ Յասպիսի Սարտիոնի տեսք, քարեր, որոնք տատանվում են խորը արյան կարմիրի բյուրեղյա կանաչի միջ, կախված նրանից, թե ինչպես է լույսն անցնում նրանց միջով։ Գահի շուրջը մի ծիածան, որը չուներ 7 գույն, ինչպես մերը։ Այն ուներ միայն մեկը, զմրուխտե կանաչ, շրջապատելով ամեն ինչ որպես անհնարին լույսի պսակ։ Կայծակներ էին դուրս գալիս գահից։ Որոտներ էին դուրս գալիս գահից։ Ձայներ էին դուրս գալիս գահից։ Դրանք բնական ելույթներ չէին։ Դրանք զորության դատաստանի շարունակական արտահայտություններ էին, որոնք չէին դադարում ոչ մի վայրկյան։ Գահի առջ մշտապես այրվում էին կրակի 7 ջահեր, նույնացված որպես Աստծո 7 հոգիներ։ Տեսողական ձայնային ինտենսիվությունն այնքան ծայրահեղ էր, որ Հովհաննեսը ստիպված էր դիմել համեմատությունների, փորձելով նվազագույնս փոխանցել այն, ինչ ապրում էր։ Եվ հետո նա նայում է ներք։ Այն, ինչ նա տեսնում է գահի առջ, կանգնեցնում է պատմությունը։ Կար մի ծով։ Բայց դա ջուր չէր։ Հովհաննեսը նկարագրում է որպես ապակյա ծով, բյուրեղի նման։ Մի հարթ, պինդ, թափանցիկ մակերես, բացարձակ անշարժ, տարածվելով գահի առջ որպես անվերջ հատակ։ Ոչ մի ալիք։ Ոչ մի տատանում։ Ոչ մի տեսակի շարժում։ Առաջին ընթերցմամբ այս պատկերը կարող է թվալ լոկ պոետիկ մանրամասնություն։ Գեղեցիկ մի բան, բայց երկրորդական։ Երկնային տեսիլքի դեկորատիվ տարր։ Այս մեկնաբանությունը չէր կարող ավելի սխալ լինել։ Հասկանալու համար, թե ինչու Հովհաննեսը սարսափեց, իսկ նա սարսափեց, դուք պետք է հասկանաք, թե ինչ էր նշանակում ծովը առաջին դարի հրեայի համար։ Եվ դա բացարձակապես ամեն ինչ փոխում է։ Ծովը բացարձակ սարսափ էր։ Եբրայական տիեզերաբանության մեջ ծովը պարզապես մեծ քանակությամբ ջուր չէր։ Այն նախնական քաոսի գերագույն խորհրդանիշն էր, անսանձ ուժերի, որոնք գոյություն ունեին նախքան արարչագործությունը, որոնք մշտապես սպառնում էին կործանել Աստծո կողմից հաստատված կարգը։ Ծննդոց գրքում, նախքան որե բանի գոյությունը, Աստծո հոգին շրջում էր ջրերի երեսին։ Անդունդը մութ էր, անձ, թշնամական։ Արարչագործությունը հենց այդ ջրային քաոսի վրա կարգ հաստատելու գործողությունն էր։ Աստվածաշնչի հրեշները բնակվում էին ծովում։ Լիաթանը, որը Հոբի գրքում նկարագրվում է որպես մի արարած, որին ոչ մի մարդ չէր կարող սանձել, ապրում էր խորքերում։ Սաղմոսները խոսում են Աստծո մասին, ով ջախջախում է Լիաթանի գլուխները։ Եսայի մարգարեն հիշատակում է Տիրոջ սուրը, որը հարվածում է ծովում գտնվող վիշապին։
Եբրայեցիների համար օվկիանոսը արկածների կամ արթրի վայր չէր։ Դա այնտեղ էր, որտեղ բնակվում էր վտանգը։ Դիտարկեք նա Իսրայելի պատմական փորձը։ Եբրայեցիները նավագնաց ժողովուրդ չէին։ Մինչ փյունիկեցիները տիրում էին Միջերկրական ծովի ծովային ուղիներին կառուցում արթրային կայսրություններ, իսրայելացիները նախընտրում էին ցամաքը։ Ծովը պատնեշ էր, ոչ թե ճանապարհ։ Երբ ժողովուրդը փախավ Եգիպտոսից, Կարմիր ծովը ներկայացնում էր ստույգ մահ 400,000 մարդ թակարդված բանակի անդունդի մեջ։ Աստված ստիպված եղավ բացել ջրերը, որպեսզի նրանք ողջ մնան։ Երբ Հովնանը փորձեց փախչել Տիրոջ ներկայությունից, նրան կուլ տվեց ծովը, նա 3 օր անցկացրեց ձկան փորում։ Ծովն այնտեղ էր, որտեղ իրերը դուրս էին գալիս մարդկային վերահսկողությունից։ Այժմ վերադարձեք Հովհաննեսի տեսիլքին։ Նա կանգնած է ամենակարող Աստծո գահի առջ։ Կայծակներն ու որոտները շարունակաբար պայթում են։ Անհնարին արարածները շրջապատում են վայրը։ Պսակված երեցները տապալվում են երկրպագության մեջ։ Եվ հենց այնտեղ, այդ ողջ փառքի առջ, կա մի ծով։ Միայն թե այդ ծովը լիովին կանգնած է։ Չկան ալիքներ։ Չկա հուզմունք։ Չկա նույնիսկ մի փոքր տատանում մակերեսի վրա։ Ծովը, որը սարսափեցնում է մարդկությանը ժամանակների սկզբից, անշարժ է ինչպես պինդ ապակի, թափանցիկ ինչպես մաքուր բյուրեղ, արտացոլելով գահի փառքը որպես անվերջ հայելի։ Հովհաննեսը չի տեսնում Աստծուն քաոսի դեմ պայքարելիս։ Նա տեսնում է քաոսը արդեն հաղթված, պարտված, լռեցված, վերածված դեկորատիվ հատակի։ Այս ընկալումը սփոփիչ չէր բառի սովորական իմաստով։ Այն սարսափելի էր բոլորովին այլ կերպ։ Որովհետև այն բացահայտում էր բացարձակ զորության մի մակարդակ, որն անկանխատեսելին դարձնում էր ստատիկ, սպառնալիցը, զարդարանք, անսանձը երկնային կահույք։ Ապակյա ծովը չէր շարժվում, որովհետև շարժվելու թույլտվություն չուներ։ Այդ մակերեսի լռությունը հաղորդում էր ավելին, քան որը փոթորիկ կարող էր հաղորդել։ Դա լիակատար տիրապետության անդորրն էր։ Խաղաղություն, որը գալիս է ոչ թե սպառնալիքների բացակայությունից, այլ դրանց բոլորի նկատմամբ լիակատար իշխանությունից։ Բայց Հովհաննեսը դեռ ամեն ինչ չէր տեսել։ Ապակյա ծովի գահի շուրջ նա նկատում է արարածներ, որոնք ուժեղացնում են տեսարանի տարօրինակությունը մինչ գրեթե անտանելի մակարդակ։ 4 կենդանի էակներ զբաղեցնում էին դիրքեր գահի շուրջ։ Առաջինը առյուծի տեսք ուներ։ Երկրորդը՝ զվարակի։ Երրորդը ուներ մարդկային դեմք։ Չորրորդը նման էր թռչող արծվի։ Յուրաքանչյուրն ուներ 6 թ. Եվ ահա գալիս է ամենատագնապալի մանրամասնությունը։ Նրանք ծածկված էին աչքերով։ Առջից, հետից, ներսից, դրսից։ Աչքեր ամենուր։ Այս էակները չէին քնում, չէին հանգստանում, չէին դադարում։ Ցերեկ ու գիշեր, առանց որե ընդհատման, կրկնում էին նույն բառերը. Սուրբ, Սուրբ, Սուրբ է Տեր Աստվածը, ամենակալը, որ էր, որ կա, որ գալու է։ Ինչ է նշանակում ունենալ աչքեր բոլոր կողմերից։ Դա նշանակում է, որ բացարձակապես ոչինչ չի վրիպում դիտարկումից։ Ոչ մի մանրամասնություն։ Ոչ մի գաղտնիք։ Ոչ մի թաքնված մտադրություն։ Այս էակները ոչ միայն երկրպագում են, նրանք վկայում են։ Նրանք տեսնում են ամեն ինչ։ Եվ շրջապատում են գահն ու ապակյա ծովը, ստեղծելով լիակատար զգոնության մթնոլորտ, որը գումարվում է հենց ծովի թափանցիկությանը։ Այդ վայրում ոչինչ թաքնված չէ։ Ոչինչ չի կարող թաքնված լինել։ Հովհաննեսը նա նկատում է 24 երեցների, նստած 24 փոքր գահերի վրա, որոնք շրջան են կազմում կենտրոնական գահի շուրջ։ Սպիտակ հագած, գլուխներին ոսկե պսակներ, նրանք հեղինակավոր կերպարներ էին թվում։ Բայց ամեն անգամ, երբ 4 կենդանի էակները հռչակում էին Աստծո սրբությունը, երեցները անում էին մի արտասովոր բան։ Վեր էին կենում իրենց գահերից, տապալվում էին դեմքով գետնին, նետում էին իրենց պսակները կենտրոնական գահի առջ։ Դիտեք այն դինամիկան, որին ականատես է լինում Հովհաննեսը։ Նույնիսկ պսակվածները խոնարհվում են։ Նույնիսկ նրանք, ովքեր պատիվ են ստացել, ընդունում են, որ իրենց պատիվը ածանցյալ է, փոխառված, ժամանակավոր։ Պսակները չեն պատկանում իրենց։ Դրանք պատկանում են նրան, ով նստած է գահի վրա։ Եվ նրանք ջանում են դրանք շարունակաբար վերադարձնել։ Ոչ ոք բարձրացված չի մնում Բարձրյալի առջ։
նույնիսկ բարձրացվածները։ Եվ այս ամենը տեղի է ունենում ապակյա ծովի վրա։ Սանձված քաոսը բառացիորեն ծառայում է որպես հատակ հավերժական երկրպագության համար։ Այն, ինչ սարսափեցնում էր ողջ սերունդներին, այժմ լոկ մակերես է, որի վրա քայլում են փրկվածները։ Բայց ապակյա ծովի պատմությունը չի ավարտվում 4-րդ գլխում։ Հայտնության 15-րդ գլխում Հովհաննեսը նորից տեսնում է այդ նույն մակերեսը։ Եվ ինչ-որ բան կտրուկ փոխվել է։ Ապակյա ծովը այժմ խառնված է կրակով։ Տեսարանն ավելի ինտենսիվ է, քան առաջինը։ Հովհաննեսը նկարագրում է մարդկանց, ովքեր կանգնած են ծովի վրա, ոչ թե նրա կողքին, այլ նրա վրա։ Նրանք նույնացվում են որպես գազանին հաղթողներ, նրանք, ովքեր դիմակայել են համաշխարհային համակարգի ճնշմանը, ովքեր չեն երկրպագել Նեոքրիստոսի պատկերին, ովքեր չեն ստացել նրա դրոշմը ձեռքի կամ ճակատի վրա։ Նրանք քնարներ են պահում, երգում են։ Բայց չեն երգում որե երգ։ Երգում են Մովսեսի երգը գարան երգը միաժամանակ։ Մի երգ, որը միավորում է հին նոր կտակարանները, Եգիպտոսից ելքը փրկագնումը Քրիստոսով, ֆիզիկական ստրկությունից ազատագրումը, հոգոր ստրկությունից ազատագրումը։ Խոսքերը փառաբանում են Աստծո գործերը որպես մեծ սքանչելի, նրա ճանապարհները որպես արդար ճշմարիտ։ Ինչ է նշանակում ապակու հետ խառնված կրակը։ Այս հարցը զբաղեցրել է ուսումնասիրողներին դարեր շարունակ։ Որոշ մեկնաբանություններ ենթադրում են, որ կրակը ներկայացնում է դատաստանը։ Արդեն սանձված ծովը այժմ նա մաքրագործում է։ Մյուսները տեսնում են ուղղակի կապ Իսրայելի ելքի հետ, երբ ժողովուրդը անցավ Կարմիր ծովով, մինչ կրակի սյունը առաջնորդում էր նրանց գիշերվա ընթացքում։ Ջուրը կրակը միասին կներկայացնեին միաժամանակյա փրկություն պաշտպանություն։ Բայց կա մեկ այլ, ավելի տպավորիչ հնարավորություն։ Ապակու ներսի կրակը կարող է մատնանշել, որ ծովը ոչ միայն տիրապետվել է, այլ վերափոխվել է։ Այն, ինչ ներկայացնում էր սպառնալիք, դարձել է Աստծո փառքի ակտիվ գործիք։ Քաոսը ոչ միայն լռեցվել է, այն դարձի է բերվել, փրկագնվել է, ինտեգրվել է երկնային տեսարանին որպես աստվածային հայտնության մաս։ Եվ ով է կանգնած այդ ապակյա կրակե ծովի վրա։ Մարդիկ, ովքեր հաղթել են։ Չեն հաղթել սեփական ուժով։ Չեն հաղթել քաղաքական կամ ռազմական ռազմավարությամբ։ Հաղթել են համբերությամբ, հավատարմությամբ, մերժելով ուրանալ այն, ինչ գիտեին որպես ճշմարտություն, նույնիսկ երբ այդ մերժումը արժենում էր ամեն ինչ։ Ծովը, որը նախկինում խորհրդանշում էր սարսափը, այժմ ծառայում է որպես հարթակ փրկվածների համար։ Նրանք բառացիորեն քայլում են հաղթված քաոսի վրա, մինչ երկրպագում են Աստծուն, ով հաղթեց իրենց համար։ Այս շրջումը չափազանց հզոր է անտեսվելու համար։ Բայց որտեղից է գալիս գահի առջ գտնվող ծովի այս պատկերը։ Հովհաննեսը հորինում էր։ Դա զուտ մարգարեական երակայությունն էր։ Թե Իսրայելի պատմության մեջ կար մի բան, որը նախապատրաստում էր ճանապարհը այս հայտնության համար։ Պատասխանը Սողոմոնի տաճարում է։ Թագավորաց առաջին գրքում 7-րդ գլխում մենք գտնում ենք մի արտասովոր առարկայի մանրամասն նկարագրությունը։ Երուսաղեմի տաճարի շինարարության ժամանակ Սողոմոնը հրամայեց պատրաստել բրոնզե մի հսկայական ավազան, որը ստացավ հատուկ անուն ծովը։ Այս կառույցն ուներ տպավորիչ չափ սեր։ 5 կանգուն բարձրություն, մոտավորապես 2 մետր 20 սանտիմետր։ 10 կանգուն տրամագիծ, մոտ 4 մետր 40 սանտիմետր։ Եզրը մշակված էր ինչպես բացված Շուշանի ծաղիկ։ Տարողությունը 2000 մարեր, շուրջ 40,000 լիտր ջուր։ Պղնձե ծովը հենված էր 12 բրոնզե ցուլերի վրա, որոնք խմբավորված էին երեքական, յուրաքանչյուր խումբ ուղղված դեպի մի կողմ, հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք։ Դա ժամանակի համար արտասովոր ինժեներական արվեստի գործ էր։ Ինչի համար էր ծառայում այդ ծովը։ Ծիսական մաքրագործման համար։ Քահանաները պետք է լվացվեին նախքան տաճարում ծառայելը։ Նրանք պետք է լինեին արարողակարգորեն մաքուր, Աստծո ներկայության մեջ մտնելու համար։ Բրոնզե ծովի ջուրը ներկայացնում էր նախապատրաստություն, մաքրություն, համապատասխանություն սուրբ ծառայության համար։ Արդյոք երկնային ապակյա ծովը տաճարի ծովի փառավորված տարբերակն էր։ Հնարավորությունը համահունչ է ողջ աստվածաշնչյան աստվածաբանությանը։ Եբրայեցիներին ուղված թուղթը բացատրում է, որ երկրային խորանը, հետաբար տաճարը, երկնային բաների օրինակն ու շվաքն էր։
Մովսեսը ստացավ մանրամասն հրահանգներ խորանի շինարարության համար, քանի որ նա վերարտադրում էր երկրային մասշտաբով երկրային նյութերով այն նմուշները, որոնք արդեն գոյություն ունեին աստվածային չափման մեջ։ Եթե Սողոմոնի տաճարը հետում էր այդ մոդելին, ապա բրոնզե ծովը շատ ավելի մեծ բանի անկատար պատկերն էր։ Երկնքում ծովը բրոնզից չէ։ Այն ապակուց է։ Այն չի պարունակում ջուր, որը պետք է փոխվի։ Այն պինդ է, բյուրեղյա, մշտական։ Այն չի օգտագործվում շարունակական մաքրագործման համար։ Մաքրագործումն արդեն ավարտված է։ Սա մատնանշում է աստվածաբանորեն հեղափոխական մի բան։ Երկնային գահի արջ այլս նախապատրաստական ծեսերի կարիք չկա։ Սրբությունը չի փնտրվում, այն արդեն հաստատված է։ Ապակյա ծովը աշխատանքային գործիք չէ։ Այն հուշարձան է։ Հավերժական վկայություն այն մասին, որ քաոսը սանձվել է մեկընդմիշտ, մաքրությունը կատարյալ է դարձել հավիտյան։ Կա նա մեկ այլ կապ, որը չի կարող անտեսվել։ Մոտավորապես 600 տարի նախքան Հովհաննեսի տեսիլքը պատմոսում, մեկ այլ մարդ ունեցավ զարմանալիորեն նման փորձառություն։ Նրա անունը Եզեկիել էր, նա նույնպես աքսորյալ էր։ Իր անունը կրող գրքի առաջին գլխում Եզեկիելը նկարագրում է Աստծո գահի մի տեսիլք, որը պարունակում է զուգահեռ տարրեր նրանց հետ, ինչ Հովհաննեսը տեսնելու էր դարեր անց։ Նա տեսնում է 4 կենդանի էակներ, յուրաքանչյուրը 4 դեմքով 4 թով։ Նրանց վերում մի տպավորիչ տարածություն, փայլուն ինչպես բյուրեղը։ Եվ այդ տարածության վրա շափյուղա քարի գահի նման մի բան։ Եբրայերեն բառը, որը Եզեկիելն օգտագործում է այդ բյուրեղյա տարածությունը նկարագրելու համար, Ռեյֆիըն է, նույն տերմինը, որն օգտագործվում է ծննդոցում այն հաստատության համար, որն Աստված ստեղծեց երկրորդ օրը, բաժանելով վերի ջրերը ներքի ջրերից։ Եզեկիելը տեսնում է մի պինդ, փայլուն մակերես, որը պահում է հենց աստվածային գահը։ 2 մարգարե, 2 աքսոր, 600 տարվա տարածություն։ Եվ երկուսն էլ նկարագրում են նույն իրականությունը։ Բյուրեղյա մակերես գահի արջ, կենդանի էակներ կենդանական մարդկային հատկանիշներով, աննկարագրելի փառք, բխող կենտրոնից։ Ապակյա ծովը Հովհաննեսի հորինվածքը չէր։ Դա հետողական հայտնություն էր դարերի ընթացքում։ Աստված ցույց տվեց նույն ճշմարտությունը տարբեր մարդկանց տարբեր ժամանակներում, օգտագործելով պատկերներ, որոնք նրանց միտքը կարող էր մշակել։ Եվ պատգամը միշտ նույնն էր։ Կա մի գահ բոլոր գահերից վեր, նրա արջ քաոսը խաղաղության մեջ է։ Բայց ինչ էր նշանակում այս տեսիլքը հատկապես Հովհաննեսի համար իր կյանքի այդ պահին։ Նա բանտարկված էր մի կղզում մի կայսրության հրամանով, որը թվում էր բացարձակապես անպարտելի։ Հռոմը տիրում էր ողջ հայտնի աշխարհին, Սառցե Բրիտանիայից մինչ այրող Եգիպտոս, արմուտքում գտնվող Իսպանիայից մինչ արևելքում գտնվող Միջագետք։ Նրա բանակները անողոք էին։ Նրա բյուրոկրատիան հասնում էր ամեն գյուղ, ամեն քաղաք։ Նրա կրոնական համակարգը պահանջում էր կայսեր երկրպագություն, որպես քաղաքացիական կյանքին մասնակցելու հիմնական պայման։ Քրիստոնյաները, ովքեր մերժում էին խունկ վառել Դոմիցիանոսի արձանի առջ, դիտվում էին որպես դավաճաններ։ Կորցնում էին աշխատանքը։ Կորցնում էին սեփականությունը։ Կորցնում էին ընտանիքները։ Շատերը կորցնում էին կյանքը։ Մարդկային տեսանկյունից քաոսը հաղթում էր։ Փոքր Ասիայի 7 եկեղեցիները, որոնց Հովհաննեսը ճանաչում սիրում էր, բախվում էին աներակայելի ճնշումների։ Եփեսոսը կորցրել էր առաջին սերը։ Զմյուրնյան կրում էր դաժան հալածանքներ, ծայրահեղ աղքատություն։ Պերգամոնը հանդուրժում էր կեղծ վարդապետներին։ Թիատիրան գայթակղվում էր մի կեղծ մարգարեուհու կողմից։ Սարդեսը կենդանի լինելու համբավ ուներ, բայց հոգեպես մեռած էր։ Ֆիլադելֆիան մնում էր հավատարիմ, սակայն թույլ։ Լաոդիկյան գաղթ էր, ոչ տաք, ոչ սառը, իրեն հարուստ համարելով, երբ իրականում թշվառ էր կույր։ Աշխարհը թվում էր լիովին անվերահսկելի ցանկացած մարդու համար, ով հետում էր Քրիստոսին։ Եվ հանկարծ Հովհաննեսը հափշտակվում է երկինք։ Տեսնում է գահը։ Տեսնում է ապակյա ծովը։ Տեսնում է սանձված քաոսը։ Եվ հասկանում է մի բան, որը կփոխեր քրիստոնյաների ողջ սերունդների հեռանկարը։ Այն, ինչ երկրի վրա անվերահսկելի է թվում, երկնքում արդեն բացարձակապես լուծված է։ Սա պարզապես գեղեցիկ տեսիլք չէր։ Դա հոգոր դիմադրության ռազմավարական հայտնություն էր։ Հալածված քրիստոնյաները կարիք չունեին հաղթել Հռոմին զենքով։ Կարիք չունեին նվաճել քաղաքական իշխանություն։
Կարիք չունեին մանիպուլյացիայի ենթարկել համակարգերը կամ դաշինքներ կազմել հզորների հետ։ Նրանց պետք էր միայն մի բան մնալ հավատարիմ, վստահելով, որ երկնային իրականությունը ավելի ճշմարիտ է, քան ցանկացած երկրային ելույթ։ Ապակյա ծովը այդ ճշմարտության տեսողական ապացույցն էր։ Եթե Աստված արդեն տիրապետել է տիեզերական քաոսին, այն նախնական քաոսին, որը գոյություն ուներ նախքան արարչագործությունը, ապա ինչ էր հռոմեական կայսրությունը նրա առջ։ Ժամանակավոր մի տերություն։ Անցողիկ մի ստվեր։ Մի գոլորշի, որը հայտնվում է մի պահ հետո ցնդում։ Եթե ծովը անշարժ է գահի ոտքերի տակ, ինչ են մարդկային պատմության փոթորիկները։ Մակերեսային հուզմունքներ։ Ալիքներ, որոնք չեն հասնում հատակին։ Շարժում, որը չի փոխում էությունը։ Եթե անդունդի հրեշները արդեն հպատակեցված են, ինչ կարող են անել երկրի կառավարիչները, ովքեր հակառակվում են Աստծուն։ Կարող են մռնչալ։ Կարող են սպառնալ։ Կարող են նույնիսկ սպանել մարմինը։ Բայց չեն կարող դիպչել այն իրականությանը, որը տեսավ Հովհաննեսը։ Այս պատգամը անցավ դարերի միջով ինչպես կրակ։ Երկրորդ-երրորդ դարերի հալածանքների ժամանակ քրիստոնյաները այրվում էին որպես մարդկային ջահեր կայսերական այգիներում, հոշոտվում էին գազանների կողմից ամֆիթատրոններում, ամբոխի զվարճանքի համար, ստիպված էին աշխատել հանքերում մինչ հյուծումից մահանալը։ Հայտնությունը բարձրաձայն կարդացվում էր կատակոմբներում որպես հույսի խոսք։ Գահը մնում էր։ Ծովը շարունակում էր խաղաղության մեջ լինել։ Գառը արդեն հաղթել էր։ Միջնադարում, երբ ինստիտուցիոնալ եկեղեցին այնքան էր ապականվել, որ փողով թողություն էր վաճառում, ավետարանը թվում էր խեղդված մարդկային ավանդույթների շերտերի տակ, հայտնությունը մատնանշում էր գալիք մաքրագործումը։ Կրակով խառնված ապակյա ծովը հիշեցնում էր, որ Աստված հավերժ չի հանդուրժի աղավաղումները։ Բողոքական բարեփոխման ժամանակ, երբ այնպիսի մարդիկ, ինչպիսիք էին Լյութերը, Կալվինը, Ցվինգլին, մարտահրավեր նետեցին դարավոր կառույցներին, վտանգելով սեփական կյանքը, երկնային գահի տեսիլքը քաջություն էր տալիս։ Եթե վերջնական իշխանությունը պատկանում էր Աստծուն, ապա ոչ մի մարդկային հաստատություն, որքան էլ հին կամ հզոր լիներ, չէր կարող բացարձակ հնազանդություն պահանջել։ Իսկ այսօր, գրեթե 2000 տարի անց ապակյա ծովը շարունակում է խոսել նրանց հետ, ովքեր ականջ ունեն լսելու։ Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որը թվում է տիրապետված համաշխարհային մասշտաբի քաոսով։ Հակասական տեղեկությունները ռմբակոծում են մեզ ամեն վայրկյան։ Ծայրահեղ բեռացումը բաժանում է ընտանիքներ ազգեր։ Կլիմայական ճգնաժամերը սպառնում են փոխել մոլորակի դեմքը։ Տնտեսական անկայունությունը ստիպում է կարողություններին անհետանալ մեկ գիշերվա մեջ։ Պատերազմները, որոնք պետք է ավարտված լինեին տասնամյակներ առաջ, շարունակում են կյանքեր խլել։ Տեխնոլոգիաները առաջ են շարժվում ավելի արագ, քան դրանք հասկանալու կամ վերահսկելու մեր կարողությունը։ Շատ մարդկանց համար ժամանակակից աշխարհը թվում է մի մոլեգնող ծով, առանց ղեկին գտնվող օդաչուի։ Փոփոխության ալիքները բախվում են միմյանց առանց ակնհայտ ուղղության։ Ապագան անորոշ է։ Ներկան անկայուն է։ Անցյալը այլս չի առաջարկում վստահելի քարտեզներ։ Հայտնությունը առաջարկում է մեկ այլ հեռանկար։ Այն չի հերքում քաոսի գոյությունը։ Չի նվազեցնում այն իրական տառապանքը, որին մարդիկ բախվում են։ Չի առաջարկում պարզունակ լուծումներ կամ կրոնական փախուստ։ Բայց այն բացահայտում է մի ճշմարտություն, որը պահում է հոգին, երբ ամեն ինչ ձախողվում է, կամ մի գահ բոլոր գահերից վեր։ Եվ այդ գահի առջ ծովը բացարձակապես խաղաղության մեջ է։ Ապակյա ծովը խոստում չէ, որ ամեն ինչ լավ կլինի ըստ հարմարավետության բարօրության մարդկային չափանիշների։ Դա հայտնություն է այն մասին, որ գոյություն ունի մի ավելի մեծ կարգ, որը կախված չէ այն հանգամանքներից, որոնք մենք կարող ենք տեսնել կամ վերահսկել։ Բյուրեղյա ապակին չի վերացնում կյանքի փոթորիկները։ Այն դրանք դնում է հեռանկարի մեջ։ Բայց ահա մի բան, որը շատերը նախընտրում են չդիտարկել։ Հովհաննեսի սարսափը կործանման վախ չէր։ Դա ապշանք էր սրբության առջ։ Նա հասկացավ, թերս առաջին անգամ լիակատար հստակությամբ, որ ինքը լիովին բացահայտված է։ Ապակյա ծովը թափանցիկ է։ Այն արտացոլում է ամեն ինչ։ Չկա մութ անկյուն։ Չկա թաքնված տեղ։ Չկա տարածք գաղտնիքներ պահելու, դրդապատճառները քողարկելու կամ մտադրությունները թաքցնելու համար։ Այդ գահի առջ յուրաքանչյուր մարդու մասին ճշմարտությունը մնում է բացարձակապես մերկ։ Կենդանի էակների աչքերը տեսնում են ամեն ինչ։ Ապակյա ծովը բացահայտում է ամեն ինչ։
Գահից բխող լույսը լուսավորում է ամեն ինչ։ Չկա հնարավոր ներկայացում։ Չկա դիմակ, որը գործի։ Չկա մեր իսկ խմբագրված տարբերակը, որը կարողանա անցնել այդ վայրի քննությունը։ Սա պետք է մեզ անհանգստացնի նույնքան, որքան անհանգստացրեց Հովհաննեսին։ Երկնային տեսիլքը միայն սփոփանք չէ տառապյալների համար։ Դա առճակատում է հարմարվողների համար։ Դա հայելի է նրանց համար, ովքեր նախընտրում են չտեսնել իրենց։ Այն բացահայտում է, որ մենք ապրում ենք մի Աստծո առջ, ով տեսնում է ամեն մի միտք նախքան դրա ձևավորվելը, գիտի ամեն մի բառ նախքան դրա արտասանվելը, արդեն հաղթել է ամեն մի ճակատամարտ նախքան դրա մղվելը։ Հարցը, որը մնում է, այն չէ, թե արդյոք Աստված զորություն ունի։ Այլ այն է, թե արդյոք մենք համապատասխանեցված ենք նրա կամքին։ Ապակյա ծովը երկնային զարդարանք չէր։ Դա հայտարարություն էր։ Այն ամենը, ինչ մարդկային փորձառության մեջ անվերահսկելի է թվում, քաղաքական քաոսը, տնտեսական անորոշությունը, բնական ուժերը, որոնք մենք չենք կարողանում սանձել, հանգամանքները, որոնք փախչում են մեր վերահսկողությունից, արդեն բացարձակապես լրակյաց է գահի առջ։ Հովհաննեսը վերադարձավ Պատմոսից, այդ պատկերը հոգում դրոշմված։ Եվ այն պահեց հալածված քրիստոնյաների ողջ սերունդներին, ովքեր կարիք ունեին հավատալու, որ աշխարհը դուրս չէր վերահսկողությունից։ Այսօր, գրեթե 2000 տարի անց, հայտնությունը շարունակում է մնալ Աստվածաշնչի ամենաթյուրիմացաբար ընկալված գիրքը։ Շատերը նրա մեջ փնտրում են աշխարհի վերջի ամսատվեր, տառերի մեջ թաքնված գաղտնի կոդեր, մանրամասն կանխատեսումներ, որոնք կբավարարեն ապագայի վերաբերյալ մարդկային հետաքրքրասիրությունը։ Բայց թերս ամենավերափոխիչ պատգամը ոչ թե փողերի, կնիկների կամ դատաստանի սկավառակների մեջ է։ Թերս այն հենց սկզբում է։ Մի ծով, որը չի շարժվում։ Մի քաոս, որն արդեն հաղթված է։ Մի անդորր, որն ավելին է բացահայտում Աստծո բնավորության մասին, քան որ է փոթորիկ երբեք կարող էր բացահայտել։ Այն, ինչ սարսափեցնում է մարդկանց, արդեն հնազանդվում է Արարչին։